Իրականում CRISP-ը հենց հիմնադրել է AI-Conf, հենց մեկը ու չգիտեմ որոնք, կարող է 1, 2, 3-ը, կարող է 1, 3-ը, հենց մենք ենք միշտ արել, դա CRISP-ի ու պետական համալսարանի համատեղ բանն է եղել, կոնֆերանսը, ու այս մեկը երևի ամենամեծն է, երևի չէ, հաստատ ամենամեծն է, արդեն GPU-ների, Firebird-ի, Elevate-ի և մնացածի պատճառով ու շատ ոգևորված ենք, կոնկրետ մեր մոտ միշտ AI-ի զարգացումը, գիտության զարգացումը եղել է հիմնական CSR activity-ներից մեկը, այսինքն առաջի տեսանկյունից սա այն է, որ մենք սրանով ուզում ենք օգնենք համայնքին, եւ այդտեղ ոնց որ շատ հեշտ է այսպիսի որոշումներ մեզ կայացնելը, բայց նաեւ եթե Հայաստանում լինում են GPU AI factory-ներ, այսպես ասած, կարող ենք մեր տեխնոլոգիաները նույնպես այնտեղ աշխատացնել կամ մեր մոդելների training-ները այնտեղ անել, այսինքն ունենք նաև բիզնես հետաքրքրություն այս ամենի մեջ։ Ինչպես պարոն Եսյանն էր ասում, BEM-ից մի քիչ առաջ, ասում էր, որ GPU-ների export license-ի քանակով Հայաստանը առաջինն է իրականում, 50,000 ես ճիշտ ասած չեմ հասկանում ոնց է տենց եղել, ոնց որ անհավատալի ինքը բան է, էլի։ Բայց սա մեծ հնարավորություն է, որից պետք է օգտվել, որպես պետություն պետք է օգտվենք սրանից, ամեն ինչ անենք, որ արդարացնենք սպասումները, որտեղ այսպիսի շանսեր տրվում են, բայց հաճախ չեն արդարացվում, չեն կարողանում պետությունները օգտվել դրանից։ Հույսով եմ, հələ որ ոնց որ այնպես է ընթանում ու տպավորիչ է, էլի, թե ինչեր են անում մերոնք, ու դա ոնց որ թե առաջ է գնում։ Այսինքն մեզ շատ ոգևորված են, որ չես հավատում, որ կարա sense բան լինի, որտեղ սրա էֆեկտը շատ մեծ է առնել։ Ես այդ էի մտածում, հենց այս օրինակը բերեմ, որ տեսեք, մի հատ ընկերություն կար, անունը չեմ հիշում, robotics ընկերություն է գերմանական, որը եկել է այստեղ ու ոնց որ եթե դու ունես ռեսուրս, որի բոլորը ուզում են, ու այդ ռեսուրսը թանկ է, պահանջարկ է, մենակ դու ունես, դու կարող ես օրինակ իրանց ասել, դե որպեսզի այս ռեսուրսը քեզ տամ, պետք է գաս Հայաստանում կրթական կամ եւ այլն ներդրում կատարես, ու իրանք համաձայնվելու են դրան, ու այդպես կարող ես դու տասնյակ կամ հարյուրավոր լուրջ ընկերություններ ստիպես, որ իրանք գան Հայաստան, այսինքն ներուժը աննորմալ մեծ է, էլի, դες բան ոնց որ էլի են ասում, շատ հազվադեպ է լինում, պետք է օգտվել սրանից։ Ես որպես ընկերություն միշտ ասում ենք, որ երկու միսիա ունեցող ընկերություն է, մի միսիան այն է, որ մեր աշխարհում ամենալավ ձայնային տեխնոլոգիաները ստեղծենք, հենց արհեստական բանականության միջոցով, այդ արդեն 8 տարի անում ենք, ու այդ ճանապարհին ենք, որպեսզի ոնց որ լավագույնը դառնանք, շատ բաներով հենց արդեն լավագույն ենք, 3 տեխնոլոգիաներով աշխարհում լավագույնն ենք, ու այո, CRISP բրենդը ամբողջ աշխարհում կարելի է ասել, որ հայտնի է, իսկ ինչ անեն երիտասարդությունը, ոնց որ առաջ պետք է, գիտեք ինչ, ինֆորմացիայի հասանելիությունը ահռելի մեծացել է, աննորմալ մեծացել է, ասենք երբ որ ես էի մեծանում, տենց չգիտեմ 100 անգամ երևի ավելի քիչ էր ինֆորմացիան հասանելի, այդ բաց է այդ ինֆորմացիան, մանավանդ հիմա AI միջոցով ընդհանրապես ամեն ինչ հասանելի է դառել, բայց ինչն է պակասում միգուցե դա բանն է, ամբիցիաներն են միգուցե պակասում, հետաքրքրասիրությունն է պակասում, երբ որ նայում ես թե երիտասարդները ինչեր են անում ԱՄՆ-ում, ավելի շատ ԱՄՆ-ի մասին գիտեմ, այնտեղ տենց ուղղակի աննորմալ, բոլորը չեն իհարկե անում, բայց քանի որ շատ մեծ կոնցենտրացիա կա տաղանդի այնտեղ, այդ տեսնում ես, այդ սերուցքը ինչեր է անում, իհարկե կուզեինք, որ այստեղը լիներ, ու պարզ է, ինչ-որ փոքր տոկոսով լինում է, բայց քանի որ, այսինքն երբ որ դու ասում ես ամեն ինչ հասանելի է, բայց մարդիկ չեն անում դեռ, դա արդեն մոտիվացիայի ու ամբիցիաների հարց է, որ ուզեի, որ մարդիկ հասկանան։ Բայց CRISP-ի օրինակը դա է, դուք պետք է, ոնց որ մարդիկ տեսնում են, որ Հայաստանում լինելով հնարավոր է այդպիսի տեխնոլոգիաներ սարքել, այս երկրորդ միսիան չասեցի, երկրորդ միսիան հենց այն է, որ ստեղծելով մեծ տեխնոլոգիական ընկերություն հենց Հայաստանից ոգևորենք մարդկանց, ոգևորենք համայնքին, որ իրանք նույնպես դա անեն, դե փորձել ենք տարբեր առումներով, որպես օրինակ ծառայել մեր podcast-ով, մեր venture capital-ով եւ այլն, հաստատ կուզենք, որ ավելի շատ ոգևորվեն երեխաները, ավելի շատ մոտիվացիա ունենային։